Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարդաշենի 66 դրոպ 1 եւ 68A շենքերի բնակիչները այս պահին կառավարության դիմումների բաժնում են, պահանջում են հանդիպում, բայց տեսնում ենք, որ պատկան մարմինները չեն մոտենում, առավոտյան ժամը 11-ից բնակիչները այստեղ են, բայց չեն մոտենում եւ չեն արձագանքում քաղաքացիներին։ Ժամը 11-ից Ինչ պահանջով եք այստեղ կներկայացնեք դուք։ Մեր ոտարային շենքերի պահանջն է, որ մինչև հիմա վերաբնակեցումը չի եղել, որ պետք է վաղուց եղած լիներ արդեն այդ վերաբնակեցումը։ Ժամը 11-ին ես բոլորին լռեցրել եմ ժողովրդին, ասեմ սուսեք, հեսա քիչն են, սուսեք չաղմկենք, բայց հիմա ես էլ եմ ասում։ Առաջինը ես եմ աղմկում։ Ու պահանջում եմ, որ իշտեն։ Ինչքան կարելի է, դա նիստը ավարտվեց, մյուս նիստը ավարտվեց ըմպիչում, ըմպիչում ավարտվեց, հիմա այդ փոխը բրեկուշ է։ Ոչ մի բան, ես հաչում եմ, որ դրանց չեմ իջնում, իսկ ժամը 2-ից հետո ոչ մի մի կոմար համարում են։ Առհամարված մենք։ Խնդրում եմ, մեր անունից կանչի բոլորը։ Մենք պրիզը չենք կարողացել։ Ես ժողովուրդի վանականացի ժամը 11-ից չեմ գալու, մինչև համակարգ։ Դու եկել ես, որ պահանջես ձեր տունը։ Ինչ ես պահանջում։ 5 րոպեից այդ կողմով դες ենք մտնելու։ Հա, Մենք մոտիկան է մեզի։ այո, բրդելու ենք մտնել։ Իրոք եմ Գնայինք ում բեմիցես գնամ առաջ։ Ինձ թույլ չեմ տալի, որ այդ ձեր խոսամ տղուս փայնես գնայինք ում։ բացեք մենք ներս մտնենք, նորմալ նստած հանգից ոչ ոք չեն թողում իմաստը որն է միտքը որն է ոչ ջարդել են ընդ ինչ որ բան ոչ ինչ են կարել որ չեք թողում Ինչ ամոթ է, իրոք ինչ ամոթ է, իրոք փողի համար մարդած հայ ենք։ հանցագործ ենք, հա? Բացեք մի հատ, տեսնենք ով է գալի, մի հատ իշնեն ներքև ժամը 10-ը։ Մի բացի, ասա իշտեն մեր հարցի պատասխանեն, մի բացի։ 4 ժամ ես դուք Հիմա հանգիստ ասում եմ 4 ժամ դու իմ կողքը կանգնած ես։ Բայց քանի ժամ հանգիստ նստել էին։ Ժամը 11-ից են սպասում։ Սպասում եմ, գնա, Սպասում եք, սպասում եմ։ Չեմ կորում, գնա։ Սպասում եք։ Գնա պատասխանը բեր, տեսնենք ինչ ասում։ Ինչ են ասում։ Կսպասենք։ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքը 3 միլիոն վարչապետերի առջև փակ է։ Նիկոլ Փաշինյան ոնց է իր ասում 2018 թվականին 3 միլիոն վարչապետ կար։ Այստեղ Վարդաշենի 2 հանրակացարանի վարչապետերը իջել են եւ ուզում են պատասխանատու ոչ վարչապետի, փող վարչապետի գրասենյակի ոմն աշխատակցի տեսնել, ընդամենը մի հարցի պատասխան լսել։ Չեք կարողանում այդ վախերը հաղթահարել ձեր մեջ։ Չէ, թող խոսեն, թող գորալը խոսեն, որ գորալը ոնց նանեք տեղը։ Դուք մեր գորացեք, դուրը բացեք այսքան մենք գորանք ու լսենք։ Չեն գնալ, դուրը բացի։ Թող հենց հիմա իշտեն ներքև։ Չկա տենց բան, չեն գնալու։ Այս դրանը կլսեն։ Էսի չի էս պետությունը։ Այս չեն էս վաղ կողմերը։ Թող իշտեն հարցացնեն։ Թող իշտեն իմ հարցերին պատասխանեն։ Ոչ գող ենք, ոչ ավազակ ենք, ոչ չգիտեմ ինչ է։ Այս մարդիկ ոչ սպառնալիք են։ Ես էլ եմ ասում։ Ժամը 11-ից ես ասել եմ ժողովուրդ սուս մնացեք, հանգիստ մնացեք, սուս մնացեք, հանգիստ։ Ես եմ լռեցել, բայց հիմա ես եմ առաջինը գոռում։ Չեմ գնալու ու թող բար լինեն իրանք իշտեն ներքև։ Չէ, չի լինում, հասկանում եք, չի լինում։ Ես ամեն օր գնում եմ, փոքրություն եմ վերցնում, ամեն օր գնում եմ իմ աշխատավարձից եմ կտրվում, ամեն օր գնում եմ այս ինչ բան։ Ու ահ ու վախով էլ գիշերը քնում եմ կամ չեմ քնում։ Հրդատեք ամեն մեկը մնացեք էլ Երեխեքը փողեցի գնացին։ ժամը 11-ից տեղ ենք։ Մեկը հիվանդանոցի կատ է գնաց, ստեից մարդը ջերմությունով վատ վիճակով գնաց կատեին։ Այս մարդի շաքարը բարձր է։ Այն մեկը ջերմությունով է նստած։
Այն մեկը երեխան էլ չէր դիմանում, ստիպված գնաց։ Հա ինչ անենք, որ լակոտ չենք մենք ստեղ։ Բոլորը ստեղ հասուն մարդիկ են։ Թող բարի գտնվեն իշտեն, չեն գնա։ Հավատացիր, երկարով սաղով են